Բարեցես հարգելի ֆուտբոլ ասերներ, կրկին ուրարտում արձադաշտում մտոլորտը ֆուտբոլային է, քանի որ այսօր բոլորս միասին հնարավորություն ունենք հետևելու AFL Elite Լիգայի ամենադիտարժան հանդիպումներից մեկին, սա երկրորդ տուրից հետաձգված Manchester City Inter հանդիպումն է։ Արդեն տեսեք թիմերը խաղադաշտում են և հանդիպումը մեկնարկած է։ Գլխավոր մրցավար Գարիկ Բեգյանը ազդարարում է հանդիպման մեկնարկը։ Գրովում են Ինտերի City ֆուտբոլիստները։ Վտանգավոր դրություն է, հարբատ և գոլ, գոլ բարեկամներ, հաշիվը բացված է, հենց հանդիպման մեկնարկում, գոլի հեղինակն է դառնում Պողոսյանը, հենց հանդիպման մեկնարկում City ֆուտբոլիստները բացում են հանդիպման հաշիվը 1-0 Եվ արդեն ժամանակն է, որպեսզի ծանոթանանք մրցող թիմերի մեկնարկային կազմերին, սկսենք Manchester City-ից, հարված դարպասին և դարպասապահը հեռացնում է գնդակը։ Manchester City-ից դարպասում համար 1 Մուրադյան, համար 2 Աբուբաքար Սիլա, համար 6 Սարգսյան, համար 9 Սահակյան, համար 11 Մուրադյան, համար 5 Առաքելյան, համար 14 Պողոսյան, համար 22 Սարգսյան, համար 2 Ալավերդյան, համար 17 Գյորգի Կոստենկով և համար 20 Գիգոլյան Վտանգավոր դրություն է հարված և բարձր էր հարվածը Ես իհարկե վտանգավոր է այստեղ, վտանգավոր դրություն է Խառի իրավիճակ է և հաշիվը դառնում է 2-0 Հաշիվը դառնում է 2-0 և գոլի հեղինակ է դառնում, եթե չես սխալվում Աբուբաքար Սիլան, այո Բարեկամներ, ես Manchester City մեկնարկային կազմը նշելուց նշեցի նաև միանգամից պահեստայինների նստարանը ևս անցնենք Ինտերին, վտանգավոր դրություն այստեղ անցնենք Ինտերին դարպասում համար 1 Աբրահամյան համար 23 Մովսիսյան համար 10 Նավասարդյան Համար 8 Համբարձումյան Համար 4 Վտանգավոր դրություն է և դարպասապահը փրկում է դրությունը Համար 8 Համբարձումյան Համար 4 Գալեմտերյան Համար 18 Սասուն Զորաբյան Համար 5 Դավթյան և համար 9 Խալաթյան
Վտանգավոր դրություն է հարված եւ 3-0 3-0 բարեկամներ Աբուբաքար Սիլա ինչպիսի մեկնարկ բարեկամներ Հաշիվը դառնում է 3-0 Այ քեզ մեկնարկ եւ Ինտերի ֆուտբոլիստները հենց հանդիպման մեկնարկում հայտնում են բավականին ծանր վիճակում ներկայացնեմ նաև բարեկամներ Ինտերի պահեստայիններին վտանգավոր դրությունը այստեղ պետք է հարվածել եւ խլում են գնդակը City ֆուտբոլիստները Ինտերի կազմում խաղադաշտ կարող են դուրս գալ Վարդանյանը համար 17 եւ երկու Վարդանյաններ ինչպես ասում են համար 33 եւ համար 17 Արամ Վարդանյանը եւ Գևորգ Վարդանյանը Աբուբաքար Սիլա փոխանցում խաղընկերոջը City մոտ է գնդակը եւ ետ փոխանցում դարպասապահին City-ն է գրոհում փոխանցում Ձախեզար Մուրադյան Եվ City-ն հանգիստ վերահսկում է խաղը եւ կարճ փոխանցումներով փորձում ուղիներ փնտրել դեպի մրցակցի տուգանային հրապարակը չեն շտապում քանի որ հաղթում են արդեն 3-0 հաշվով Եվ կարծես թե ընկավ հանդիպման տեմպը, ով կսպասեր նման մեկնարկ վտանգավոր դրությունը և չի հասնում գնդակին Մուրադյանը, ետ փոխանցում դարպասապահին։ City-ն է գրոհում արդեն Աչեզրով, Պողոսյան փոխանցում, գեղեցիկ փոխանցում է կատարում այստեղ Պողոսյանը և հերթական անկյունայինը կիրացնեն City ֆուտբոլիստները։ Ալավերջյան, հարված դարպասին և դարպասապահը գերազանց է խաղում, կրկին Ալավերջյան, փոխանցում կենտրոն Աբուբաքար Սիլա, կհասնի գնդակին, այո հասնում է գնդակին City ֆուտբոլիստը, և դարպասապահ Մուրադյան։ Ինտերի ֆուտբոլիստները կարծես ինչպես ասում են դուխաթափ եղան և խփած 3 գնդակներից հետո կրկին ու կրկին գրոհում են City ֆուտբոլիստները, որպեսզի էլ ավելի զարգացնեն հաջողությունը։ Գեղեցիկ է խաղում, հարված, վտանգավոր է և գոլ, գոլ բարեկամներ, 4-0, գոլի հեղինակ է դառնում Արշակ Պողոսյանը, 4-0, Պողոսյանը էլ ավելի խոշոր է դարձնում հաշիվը և կրկին գնդակը կենտրոնից կվերսկսեն Ինտերի ֆուտբոլիստները։ Վտանգավոր դրությունը և վերցնում է Մուրադյանը գնդակը և այն անմիջապես ուղարկում դեպի խաղընկերոջը։ Ետ փոխանցում։ City-ն է գրոհում։
Գեղեցիկ էր եւ խաղի կանոնների խախտում։ Խաղի կանոնների խախտում։ Բավականին գրագետ ֆուտբոլ են խաղում City ֆուտբոլիստները։ Բացի նրանից, որ խփում են գնդակներ, նաև հրաշալի կերպով կառուցում է խաղը Պողոսյան եւ անկյունային հարված հերթական անկյունայինը։ Խաղարկում է անկյունայինը Պողոսյան։ Պետք է փոխանցում կատարել։ Փոխանցում Ալավերդյան։ Կրկին Պողոսյան։ Տեսեք ինչպիսի գերազանց կերպով, հրաշալի կերպով են միմյանց հետ համագործակցում City ֆուտբոլիստները։ Եվ եզրից գնդակը խաղի մեջ է մտցնում Արշակ Պողոսյանը։ Վտանգավոր է եւ անհաջող հարված։ Հիշեցնեմ, որ սա AFL Էլիտ լիգայի երկրորդ տուրից հետաձգված հանդիպում է Ինտեր Մանչեսթեր Սիթի։ Սիթի ֆուտբոլիստները հաղթում են 4-0 հաշվով այստեղ Ուրարտու մարզադաշտում։ Կրկին Սիթին է գնդակով։ Չեն շտապում Արշակ Պողոսյան։ Բավականին տեմպ անգավ հանդիպման 4-0 հաշվից հետո ամեն դեպքում պետք է գրոհեին ամեն դեպքում Ինտերի ֆուտբոլիստները, բայց գրոհում են չգիտես ինչու City ֆուտբոլիստները։ Տպավորություն է, որ City-ն է պարտվում 4-0 հաշվով։ Այո, Ինտերի ֆուտբոլիստները փոխանցում եւ դարպասապահը գերազանց է խաղում։ Ինտերի ֆուտբոլիստները ուղիներ են որոնում դեպի մրցակցի դարպասը, սակայն City-ն դեռևս կարողանում է կազմաքանդել Ինտերի գրոհները։ Վտանգավոր դրություն է եւ փորձեց կրնկով հարվածել City ֆուտբոլիստը, բայց հարվածը չստացվեց։ Այո, այսօր City ֆուտբոլիստները ցուցադրում են բավականին գրոհային ֆուտբոլ, իհարկե համեմված գեղեցիկ եւ սրամիտ կոմբինացիաներով, արագ տեղաշարժերով եւ գնդակը հմտորեն վերահսկելու վարպետությամբ։ Ինտերն է գրոհում, փոխանցում Տուգանային հրապարակ եւ հեռացված է գնդակը։ Գրոհում են City-ն եւ չի կարողանում պահել իր մոտ գնդակը City ֆուտբոլիստը։ Կրկին City-ն է գրոհում, Աբուբակար Սիլա, Ալավերդյան։ Այո, դեռևս հաղթում է City-ն Ինտերին, իհարկե առանց լուրջ ճնշման, պարզապես կարողանում են եզրափակել գրոհները։ City-ն է գրոհում, Աբուբակար Սիլա, Մուրադյան, գեղեցիկ էր, բայց չհասավ փոխանցումը խաղընկերոջը, Գիգոլյանի փոխանցումը։ Ինտերն է գնդակով,
Փոխանցում ձախ եզր եւ կհասնի գնդակի ոչ։ Անհաշվ է նկատ փոխանցում, բավականին ուժեղ ստացվեց փոխանցումը։ Փոփոխություն City կազմում։ Փոփոխություն City կազմում, տեսնենք ով դուրս եկավ խաղադաշտ։ Խաղադաշտը դուրս գալիս։ Խաղադաշտը լքում է Մուրադյանը։ Խաղադաշտը լքում է այո Մուրադյանը։ Գնդակը խաղի մեջ են մտցնում City ֆուտբոլիստները։ Փոխանցում ձախ եզր Սահակյան Ալավերդյան խաղի կանոնների խախտում խախտում են կանոնները Արտուր Ալավերդյանի հետ պայքարում Կհարվածի դարպասին City ֆուտբոլիստը բավականին հարմար դիրք է հարվածելու համար կարող է նաև խաղարկել այնտեղ ֆուտբոլիստը բավականին հարմար դիրքում է գտնվում կարող է նաև փոխանցում կատարել բայց կարծում եմ կհարվածի դարպասին City ֆուտբոլիստը տեսնենք հարված դարպասին եւ հեռացնում են գնդակը Անկյունային հարված, հերթական անկյունայինը իրացնում են City ֆուտբոլիստները, Սարգսյանն էր հարվածում դարպասին, ինտերնեգնդակով խլում է Աբուբակար Սիլան, Ալավերդյանին չի հասնում գնդակը գեղեցիկ էր մտածել, Սիլա եւ ետ փոխանցում դարպասապահ Մուրադյանին Կրկին Սիլա Ալավերդյան Կրկին Արտուր Ալավերդյան Աբուբակար Սիլա Սահակյան եւ հերթական անկյունայինը կիրացնեն City ֆուտբոլիստները Արտուր Ալավերդյանը կիրացնի անկյունայինը խաղարկում է գնդակը Սահակյան կրկին Ալավերդյան չհասավ փոխանցումը խաղանկերուչը եւ Ինտերը կփորձի ձեռնարկել իր հերթական հակագրոհը բայց ապարծուսական վարկաներս նորից մնում է գնդակը Ինտերի ֆուտբոլիստների մոտ տեսնենք Ինտերն է գրոհում խապս է տալիս և գնդակը հասնում է Արտուր Ալավերդյանին այո չեն կարողանում վտանգավոր կարող է լինել այստեղ և դարպասապահ Մուրադյան չեն կարողանում Ինտերի ֆուտբոլիստները ինչպես հարկն է կազմակերպել գրոհները պարզ իրավիճակներում շատ են սխալվում և կորցնում գնդակը և անհաջող փոխանցում Ինտերն է գրոհում կենտրոնով արդեն փոխանցում աչեզեր այստեղ երկրորդ գնդակ է հայտնվել խաղադաշտում Մրցավարը թույլ է տալիս շարունակել հանդիպումը փոխանցում և սա կարելի էր համարել նաև թույլ հարված ավելի շատ քան փոխանցում և ետ փոխանցում դարպասապահին Սահակյան
Աբուբակար Սիլա Գեղեցիկ փոխանցում էր տեսնենք Գեղեցիկ սա անկում էր մաքուր էր ամեն ինչ չկար խաղի կանոնների խախտում Սարգսյան փոխանցում եւ ետ փոխանցում Խաղում են այնպես ինչպես ցանկանում են City ֆուտբոլիստները Փոխանցում եւ գրոհում են այնպես ինչպես ցանկանում են Կարծես մարզման դուրս եկած լինեն քան հանդիպման քանի որ անում են այն ինչ ցանկանում են եւ ստացվում է բավականին լավ Ալավերդյան Խառը իրավիճակ է այստեղ խլում են Ինտերի ֆուտբոլիստները բայց մնում է գնդակը Ինտերի մոտ Ինտերն է գրոհում, փոխանցում տուգանային հրապարակ եւ հեռացնում են գնդակը Փոխանցում Աչեզեր Չեն կարողանում ներխուժել մրցակցի տուգանային հրապարակ Ինտերի ֆուտբոլիստները հարված եւ գերազանց է խաղում եւս մեկ հարված Առաջին դրվագում գեղեցիկ խաղաց փրկեց դրությունը դարպասապա Մուրադյանը Իսկ երկրորդ հարվածը շեղեր Սիթին է գնդակով Եվ ուժեղ փոխանցում դեպի Զախիազար Սահակյան Գեղեցիկ է խաղում այստեղ Փոխանցում արված գոլ 5-0 բարեկամներ 5-0 գոլի հեղինակ է դառնում Սարգսյանը Հաշիվը դառնում է ջախ-ջախիչ, այո City ֆուտբոլիստները դեռ առաջին խաղակեսում ջախ-ջախիչ հաշվով հաղթում են Ինտերին եւ հերթական անգամ Ինտերը վեր սկսում է խաղը դաշտի կենտրոնից Ինչպիսի գոլառատ հանդիպում, ինչպիսի դրամատիկ հանդիպում Ինտերն է գնդակով Ետ փոխանցում Փակ են City դարպասը տանող բոլոր ճանապարհները վտանգավոր է հեռացնում են գնդակը Ինտերն է գնդակով Եվ գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից Մուրադյան Ճիշտ է հաղթում է City-ն 5-0 հաշվով, բայց կարծում եմ պետք չէ սեփական տուգանային հրապարակում նմանատիպ վտանգավոր փոխանցումներ կատարել Սահակյան Որսում է գնդակը Սահակյանը Եվ Ինտերը կփորձի հերթական հակագրողը կազմակերպել, բայց կրկին գնդակի կորուստ եւ կարծես այստեղ թեթևակի վնասված կստացել Ինտերի ֆուտբոլիստը Աբուբակար Սիլան փորձում է հասկանալ թե ինչ է կատարվել Ոչ ամեն ինչ կարգին է կշարունակի խաղը կարծում եմ Ինտերի ֆուտբոլիստը
Հիշեցնեմ բարեկամներ, որ հանդիպման մրցավարը Գարիկ Բեգյանն է։ Սիթին է գնդակով, Ալավերջյան հրաշալի փոխանցում է կատարում դեպի խաղընկերոջը, բայց չի հասնում գնդակին Սահակյանը։ Ինտերը կարող է հերթական հակագրողը կազմակերպել։ Կրկին անգամ գնդակի կորուստ։ Աբուբակար Սիլա, Սահակյան, կրկին Սիլա։ Լայնակի փոխանցում դեպի Զախեզր Սահակյան, փոխանցում, բայց ավելի շատ հարված էր, սա թույլ էր հարվածը, խապուսիկ էր, բայց դարպասապը հանգիստ վերցրեց գնդակը և առաջին խաղակեսը ավարտվում է։ Առաջին կեսը ավարտվում է բարեկամներ, առաջին կեսից հետո Սիթիի ֆուտբոլիստները հաղթում են 5-0 հաշվով Ինտերին, ջախջախիչ հաշվով առաջին կեսն ավարտեցինք։ Այս պահին ընդմիջվենք կարճատև դադարով, որից հետո կվերադառնանք և կշարունակենք ռեպորտաժը։ Սիրելի ֆուտբոլասերներ, վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ, ուր այսօր տեղի ունենում AFL Էլիտ լիգայի երկրորդ տուրից հետաձգված Մանչեսթեր Սիթի Ինտեր հանդիպումը։ Առաջին կեսից հետո հաշիվն է 5-0 օգուտ Մանչեսթեր Սիթիին, այո, բավականին գոլ առատ և դիտարժան առաջին խաղակես ունեցանք բարեկամներ։ Հրաշալի առաջին խաղակես էր և Սիթիի ֆուտբոլիստները գերազանց կատարում են մարշչի հրահանգները և վերհիշենք մրցող թիմերի մեկնարկային կազմերին։ Սկսենք Մանչեսթեր Սիթիից դարպասում համար 1 Մուրադյան, համար 5 Առաքելյան, համար 9 Սահակյան, համար 14 Արշակ Պողոսյան, համար 2 Աբուբակար Սիլա, համար 22 Սարգսյան, համար 6 Սարգսյան և համար 11 Մուրադյան։ Այստեղ խաղի կանոնների խախտում։ Անցնենք Ինտերին դարպասում Աբրահամյան, համար 1, համար 23 Մովսիսյան, համար 10 Նավասարդյան, համար 8 Համբարձումյան, համար 4 Գալեմտերյան, մեկնարկային կազմը կշարունակեմ այս ստանդարտից հետո, հարված դարպասին և շեղեր հարվածը, համար 18 Սասուն Զորաբյան, համար 5 Դավթյան և համար 9 Խալաթյան։ Սա մեկնարկային կազմերը։ Հանդիպումը սպասարկում է Գարիկ Բեգյանը։ Նշեմ, որ փոխանցում այստեղ, բայց հեռացնում են գնդակը։ Պետք է նշեմ, որ Ինտերի գրողները գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից։ Ինտերի գրողները պարզապես չէին կարողանում կառուցվել, այսպես ասած, քանի որ հենց գնդակը հայտնվում էր Ինտերի մոտ, Ինտերի ֆուտբոլիստները վայրկյաններ անց կորցնում են գնդակը, բավականին հաճախ թույլ են տալիս կոպիտ սխալներ և չեն կարողանում հեշտությամբ մտնել Սիթիի տուգանային հրապարակ, վտանգավոր դրությունը այստեղ և գնդակին տիրում է
City դարպասապահ Ալավերդյան։ Իսկ ինչ վերաբերում է Manchester City-ին, ապա City-ն խաղադաշտում անում է այն ինչ ցանկանում է, խփում է այնքան ինչքան ցանկանում է եւ արդյունքում ունենք 5 անպատասխան գնդակ խփված City ֆուտբոլիստների կողմից։ City-ն է գրահում եւ անհաջող փոխանցում։ Փոխանցում ձախ եզր չի հասնում գնդակին Ինտերի ֆուտբոլիստը։ Այսօր Manchester City ֆուտբոլիստները իրենց գրողները իհարկե կազմակերպում են ինչպես լայն ճակատով, այնպես էլ կարճ եւ միջին տարածության փոխանցումներով։ Գրողում են տարբեր ուղղություններով եւ թե գրոհելիս եւ թե պաշտպանվելիս առավելություն են ստանում մրցակցի նկատմամբ City ֆուտբոլիստները։ Եվ իհարկե շնորհիվ պրեսինգ մարտավարության City ֆուտբոլիստները կարողանում են շատ հաճախ ակցիաների մեջ վերցնել մրցակցի ֆուտբոլիստերին եւ խափանել գրոհը։ Ինչը իրենց մոտ բավականին լավ է ստացվում։ Խառը իրավիճակի այստեղ հեռացված է գնդակը Արտուր Ալավերդյան, սխալ փոխանցում։ Եվ Ինտերն է գնդակով։ Վտանգավոր դրություն է եւ գոլ։ Գոլ բարեկամներ 5-1։ 5-1 Ինտերին հաջողվում է գրավել Վերջի վերջո հաջողվում է գրավել մրցակցի դարպասը եւ կարելի է այս գնդակը համարել իհարկե սփոփանքի գնդակ թերևս կարծում եմ սա կարող է ոգևորման աղբյուր հանդիսանալ մոտիվ որպեսզի Ինտերի ֆուտբոլիստները կարողանան առաջ շարժվել եւ կրկին գրավել մրցակցի դարպասը Ինտերն է գնդակով Ալավերդյան խաղում է Աբուբակար Սիլայի հետ կրկին Ալավերդյան եւ իդ փոխանցում Ալավերդյան եւ իդ փոխանցում դարպասապահին Ինչ է անում Ալավերդյանը այստեղ Եվ փոփոխություն խաղադաշտի դուրս գալիս Արշակ Պողոսյանը Բավականին հրաշալի ֆուտբոլիստ է Արշակ Պողոսյանը հեռու տարածությունից հարվածում է դարպասին Ինտերի ֆուտբոլիստը բարձր էր հարվածը Ոստված է Արշակը իհարկե բարձր տեխնիկայով եւ կարողանում է օգնության հասնել թե պաշտպաններին թե հարձակողներին անընդհատ շարժման մեջ է Պողոսյանը եւ իհարկե դա բավականին մեծ ֆիզիկական պատրաստվածություն է իհարկե պահանջում Պողոսյանն է գնդակով Գնդակն ասում է Ինտերի ֆուտբոլիստերին Փոխանցում Խափանում են գրողը City ֆուտբոլիստները եւ Սահակյանը ձախ եզրով շարժում է առաջ Ալավերդյան դուրս է գալիս հարվածային դիրք փոխանցում է կատարում այստեղ Հարված դարպասին եւ թույլ էր հարվածը
Ինտերնը կրկին գնդակով Հարված դարպասին և դարպասապա գերազանց ցատկով գնդակը դուրս է բերում անկյունային ակտիվացել են ինտերի ֆուտբոլիստները և մեծացել է նաև գրորի տեմպը ավելացել է և սա կարող է իհարկե նպաստել, որպեսզի ինտերի ֆուտբոլիստները կարողանալ երկրորդ գնդակը ուղարկել մրցակցի դարպասը հեռացնում են գնդակը City ֆուտբոլիստները Պողոսյան արագությամբ շարժում է առաջ փոխանցում Ալավերդյան Պողոսյան գեղեցիկ էր բայց չի հասնում գնդակին Արշակ Պողոսյանը Ալավերդյանի փոխանցումը փոքր-ինչ ուժեղ էր Եվ կրկնակի փոփոխություն է պատրաստում City գլխավոր մարզիչը Վտանգավոր է և ինչ է այստեղ խաղի կանոնների խախտում դարպասապահի հետ պայքարում կարող են փոփոխությունները կատարել Գիգոլյանն է մտնում խաղադաշտ և Մուրադյանը Ամեն ինչ կարգին է դարպասապահի հետ Փոփոխությունները կատարված են Եվ անկյունայինը խաղարկում են ինտերի ֆուտբոլիստները Հարված դարպասին և բարձր էր հարվածը Manchester City Inter 5-1 Երկրորդ խաղակեսը անցնում է 2-1 վտանգավոր գրողներով ինչը չէ ասի առաջին խաղակեսի դեպքում քանի որ առաջին կեսում գրոհում էին հիմնականում City ֆուտբոլիստները եւ Ինտերի ֆուտբոլիստները միայն փորձում էին չեզոքացնել սպառնալիքը բայց նրանց ոչ միշտ էր հաջողում դա իհարկե իսկ երկրորդ կեսը Ինտերը բավականին ակտիվ սկսեց ինչի արդյունքն էլ եղավ արդեն դարպասի գրավում փոխանցում եւ չի հասնում գնդակին խաղանկերը Ետ փոխանցում դարպասապահ Մուրադյանին Գեղեցիկ է խաղում Արաքելյանը Աբուբակար Սիլա փոխանցում Ձախեզր վտանգավոր դրություն է Սիլա հարված եւ գնդակը շեղ էր ընթանում բայց պաշտպանը փակում է գնդակի ուղղությունը փոխանցում վտանգավոր է փոխանցում հարված եւ փակում է գնդակի ճանապարհը կրկին անգամ փակում է գնդակի ճանապարհը Ինտերի ֆուտբոլիստը եւ գնդակը եզրից խաղի մեջ կմտնեն City ֆուտբոլիստները տեսնենք փոխանցում Աբուբակար Սիլա եւ ետ փոխանցում դարպասապահին Ալավերդյան Գեղեցիկ է հարված եւ գնդակը հայտնվում է դարպասում բարեկամներ 6-1 այ քեզ հանդիպում ինչպիսի գոլ առատ հանդիպում է
6-1 գոլի եղինակ է դառնում։ Եթե չեմ սխալվում, գոլի եղինակ դարձավ Առաքելյանը 5 համարի մարզաշապիկով։ 6-1 Այո, խոսքեր չկա, պարզապես հրաշալի ֆուտբոլ են խաղում City ֆուտբոլիստներն այսօր։ Կարողանում են հարված դարպասին եւ ինչպիսի աներևակայելի ռեակցիա է դրսևորում City դարպասապահը, հրաշալի սեյվ։ Նշեմ բարեկամներ նաեւ, որ Manchester City-ն գտնվում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում, չնայած մի քանի հանդիպում պակաս է անցկացրել, անկյունային իրացված է եւ անհաջող հարված է։ Իսկ Ինտերը գտնվում է 10-րդ հորիզոնականում, վաստակած 9 միավորով, City-ն իր հաշվին ունի 10 միավոր եւ եթե այսօր հաղթի, արդեն շրջանցում է Վերդերին, իհարկե ամեն ինչ ժամանակավոր է, քանի որ թե Ինտերը, թե Վերդերը, թե City-ն բաստողած հանդիպումներ ունեն եւ մրցաշարային աղյուսակը իր հստակ վերջնական տեսքը կունենա, երբ հետաձգված հանդիպումները կայանան։ Առաքելյան Աբուբակար Սիլա Արշակ Պողոսյանն է գնդակով։ Հալավերձյան խաղում է Աբուբակար Սիլայի հետ, Սիլա փոխանցում դեպի Աչեզեր, փոխանցում եւ անկյունային հարված եւ փոփոխություն է տեղի ունենում City կազում խաղադաշտը դուրս գալիս Սարգսյանը, խաղադաշտը լքում է Աբուբակար Սիլան։ Այո, City գլխավոր մարզիչը նույնիսկ այս հաշվի ժամանակ խաղադաշտը դուրս բերում հարցակողի, ինչը իհարկե ողջունելի է, քանի որ թիմեր կան, երբ նման հաշվի դեպքում անցնում են պաշտպանողական մարտավարության, բայց ոչ City դեպքում պետք է գրոհել, պետք է խաղալ այնքան, ինչքան կարող ենք։ Վտանգավոր դրություն է, Հալավերձյանը կհասնի, գնդակին այո հասնում է։ Սահակյան եւ ետ փոխանցում դարպասապահ Մուրադյանին։ Պողոսյան փոխանցում Ձախեզեր։ Կրկին Արշակ Պողոսյան։ Առաքելյան խաղում է Արտուր Ալավերդյանի հետ։ Եվ անհաջող փոխանցում։ Ինտերի կազում խաղադաշտը պատրաստում դուրս գալ Խալաթյանը։ Կրկին Ինտերն է գրոհում։ Վտանգավոր կարող է ստացվել այս Ինտերի հակագրոհը։ Փոխանցում։ Եվ չեզոքացնում է սպառնալիքը City ֆուտբոլիստը։ Փոփոխություն նաև City կազմում Սարգսյանն է դուրս գալիս խաղադաշտ եւ Գյորգի Կոստենկովը դուրս կգա խաղադաշտ։ Խաղադաշտը լքում է Առաքելյանը, անկյունային իրացված է եւ եւս մեկ անկյունային։ Կոստենկովը դեռ դուրս չի եկել խաղադաշտ, մարզիչը նրան ցույցումներ է տալիս։
Հարված դարպասին և հրաշալի է գործում դարպասապահը Եվս կարելի էր հարվածել, բայց իզուր չհարվածեց դարպասին ինտերի ֆուտբոլիստը Սարգսյան փոխանցում առաջ Եվ ինչպիսի խառը իրավիճակ է այս պահին ինտերի մոտ է գնդակը Իհարկե Սիթի Գիգոլյան փոխանցում Ալավերջյան Հարված և պաշտպանը փակում է գնդակի ուղղությունը Եվս մեկ հարված և բարձր էր հարվածը Մուրադյանն էր հայտնվել Հարցակման կրակագծում Հիմա Կոստենկովը արդեն կարող է դուրս գալ խաղադաշտ Իհարկե Սիթիի այս հրաշալի ելույթը պայմանավորված է նաև ոչ միայն ֆուտբոլիստներով, այլ նաև գլխավոր մարզիչով Անատոլին կարողանում է հրաշալի կերպով տրամադրել ֆուտբոլիստներին, մոտիվացնել և դա էլ արդյունքն է, որ Սիթին այսօր հաղթում է 6-1 Արտուր Ալավերդյանը լքում է խաղադաշտը Վտանգավոր դրություն էր և բարձր էր հարվածը Ինտերի մոտ է գնդակը Փոխանցում դեպի Ձախեզր Գեղեցիկ կերպով կասեցնում է գնդակը ինտերի ֆուտբոլիստը Ետ փոխանցում Եվ խլում է գնդակը Արշակ Պողոսյանը Պողոսյան Հնարամիտ փոխանցում է կատարում տեսավ խաղընկերոջը ազատ դիրքում Սահակյան Պետք է փոխանցում կատարել Սահակյան, բայց դուրս է գալիս գնդակը դաշտի սահմաններից Երբ գնդակը հայտվում է ինտերի մոտ, կարծես թե տպավորություն է, որ հերթական հակագրով պետք է կազմակերպեն ինտերի ֆուտբոլիստները, բայց կարճ ժամանակ անց գնդակի կորուստ և ընկնում է իհարկե գրոհի տեմպը նաև կամ ետ փոխանցում են կատարում կամ կորցնում են գնդակը, կարծում եմ ինտերի ֆուտբոլիստները կարողանան ինչպես ասում են դասեր քաղել այս հանդիպումից և հաջորդ խաղերին մոտիկանալ արդեն ավելի պատրաստված վտանգավոր դրություն է վտանգավոր է հարված փոխանցում էր հարված պաշտպանը փակում է գնդակի ճանապարհը Ինչ է այստեղ գնդակը արդեն դուրս է եկել դաշտի սահմաններից այո Հավարտեն միտքս բարեկամներ կարծում եմ ինտերի ֆուտբոլիստներին կհաջողվի հետագա հանդիպումներում էլ ավելի լավ պատրաստվել, աշխատել սխալների վրա, բաստողումների վրա և ավելի հաջող ելույթ ունենալ հարված դարպասին և դարպասապահը հրաշալի կերպով գնդակը դուրս է բերում անկյունային Մանչեսթեր Սիթի ֆուտբոլիստները այո ցանկանում են նույնիսկ 7-րդ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը Փոխանցում Տուգանային հրապարակ ոչ Պողոսյան խաբս է տալիս երկու ֆուտբոլիստի Գիգոլյան համար պայքար էր Ինտերնե գնդակով
Սիթին է գրոհում աջ եզրով, վտանգավոր դրություն է փոխանցում, հարված, և ինչ է գնդակը հայտնվում է դարպասում, այո, գնդակը հայտնվում է դարպասում, 7-1 բարեկամներ, ինչ են անում Սիթիի ֆուտբոլիստները, ինչ է կատարվում, 7-1, ինչպիսի խոշոր հաշիվ Պողոսյանն է գնդակով։ Սիթին է գնդակով։ Հարված դարպասին և շեղ էր հարվածը, բավականին վտանգավոր ստացվեց։ Պողոսյան։ Եվ դարպասապահ Մուրադյան, Արշակ Պողոսյան, գեղեցիկ փոխանցում դեպի ձախ եզր, հանգիստ վերահսկում են խաղը Սիթիի ֆուտբոլիստները, Գիգոլյան, գեղեցիկ փոխանցում Կոստենկով, աջ եզրով շարժում է առաջ, փոխանցում, անհաջող փոխանցում էր Գյորգի Կոստենկովի կողմից, և կարող է հերթական հակագրողը կազմակերպել այս պահին Ինտերը և անկյունային հարված։ Անկյունային հարված, իհարկե Սիթիի ֆուտբոլիստները հարված դարպասին և շեղ էր հարվածը։ Եվ վերջ բարեկամներ, 7-1, Սիթիի ֆուտբոլիստները ջախջախիչ հաշվով հաղթում են Ինտերին և վաստակում իրենց հերթական 3 միավորների քանակը հասցնում 13-ի և իրենց ակտիվում գրանցում հերթական գոլ առատ և դիտարժան հանդիպումը։ Շնորհավորում եմ Ինտերի ներողություն շնորհավորում եմ Սիթիի ֆուտբոլիստներին հրաշալի խաղի, հրաշալի հաղթանակի կապակցությամբ։ Իրոք միայն ծափահարությունների են արժանի Սիթիի ֆուտբոլիստները, փայլուն հաղթանակ էր։ Մենք էլ սիրելի ֆուտբոլասերներ այսքանով ավարտենք այսօրվա ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից։ Այն ձեզ համար մեկնաբանեց Շաբար Շարությունյանը, մինչ նոր հանդիպում։